Գաղութքով անհորի վրդվոյի ոգվին սրպամեն այրմեր օրերգենսիես սուրպ երեցյանունքո եղեսե արկայությունքո եղեցին գամքո որպես երգենս եվերրի ըս հաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր և տող մեզ վարդիս մեր որպես և մեկ տող մրոց վարդավանած և մի դանիրս մեզի փորձություն արպրիգյազ մեզ ճարե զիքո արկայություն և զորություն և պարկավետյանս ամեն ողջույն քեզ Մարիամ, միշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդող որովայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիա վասն մեր մեղավորացս, այժմ եւ ժամու մահվան մերո ամեն։ Բարքոր եւ օրդվո եւ ոգույն սրբո, այժմ շիվավիդյանս հավդինից ամեն։ Տակույ խաղության աղոթյա վասն մեր։ Բարբեր ժամերին միանում ենք մի քիչ առնաշփոթություն կարող է առաջացնել։ Ինչևէ, քանի որ պանցանագրվում է, եթե որևէ մեկը հետաքրքրված է, կրնա հետո լսել։ Ուրեմն, սպասեմ մի քիչ, որ ուրիշներն ալքան վերջի ասեմ, որ եթե հարցեր ունեք, բայց հիմա սկսեմ ոչ թե հարցերով, այլ որոշ բաներ, որ մտքիս մեջն են եւ մանավանդ այս օրերին կներեք մենք դոնում ենք։ Ուրեմն վերջին երկու երեքշաբաթների մեջ մենք դոնեցինք հոգեկալուստը, չափազանց գեղեցիկ մի դոն է։ Վերջը դոնեցինք Սուրբ Երրորդությունը։ Երեկ դոնեցինք Ադիներն է Լնական դոմն է ավելի քան թե մեր կովը չի գա։ Երեք Հիսուսի մարմնին և արյան դոնը։ Իսկ մեկ շաբաթ հետո Կարուրբաթ օրը Հիսուսի Սուրբ Սրտի դոնն է։ Ասենց ամեն մեկը բավականին բացատրության կարիք ունեն եւ բացատրություն, որ հասկանալու համար չէ միայն, այլ ապրելու մեր հավատքը, որովհետև ամենակարևորը մեր հավատքի այն է, որ մենք ապրելով մեր հավատքը ամեն շաբաթ, ամեն օր ավելի եւ ավելի մոտենանք Հիսուսին, սա է։ Ուրեմն, երբ որ մտածեցինք եւ դոնեցինք հոգեկալուստի դոնը որոշ փոխականների համար սա մի բան է, որ պատահեց ասկի 2000 տարի առաջ եւ վերջ։ Բայց իրականության մեջը հոգեկալուստը ոչ թե մի բան է, որ տեղի ունեցավ անցյալին, այլ հոգեկալուստը շարունակական մի բան է, այդ ինչ որ Հիսուս ասեց վերջին ընթրիքի ժամանակ, ցեզ որ չեմ տողնի, ես ցեզի պիտի ուղարկեմ մխիթարիչը, այդ մխիթարիչը ինչ պիտի պիտի մնա մեր հետ մինչև վերջը եւ նեզի պիտի հիշեցնե եւ մեզի պիտի բացատրե այդ ամենը ինչ որ Հիսուս սորվեցրեց։ Ուրեմն ամենակարևոր գործը, եթե մտածելու լանք հոգեկալստյան, այն է, որ ինչ որ Հիսուս ասեց վերջին ընթրիքին, որ սատանայի դերները չպիտի կարողանան
հաղթահարել եւ սա է կենտրոնականը սատանան չի կրնար հաղթահարել եւ հոս է որ եթե մեկը ուղամիտ լինի եւ շիդակ ծևով մտածե պիտի սե որ այդ ամեն կրոնքները որ սկսեցին 15-րդ դարուն եւ անգե հետո ինչ իմաստ ունի Հիսուս թողեց որ իր եկեղեցին սխալ ճանապարհով գնա 15 տար 1500 տարի եւ վերջը հիշեց որ պետք է վերադառնա եւ բացատրե Մարտին Լութերի պես մեգումը որ այսինքն երբ որ գնայիս այդ մարդուն կյանքը մեջ բամը չի գա որ այսինքն շինի չլա մեզի համար թերություններով լեցուն մի կյանք որ ամբողջովին դարբեր է որ կամ որ մեր եկեղեցու մեջը մենք ունեցանք շատ վատ ռոմի բաբեր եւ շատ վատ կարդինալներ եպիսկոպոսներ քահանաներ բայց եւ այնպես Հիսուս սուրբոքումի շեցավ ինքն էր որ կառավարում էր այդ բոլոր ժամանակների մեջը եւ այդպես կազմակերպվեց որ երբեք սխալ վարդապետություն չլինի այդ միշտ եկեղեցին շիդակ վարդապետությամբ է որ առաջ գնաց եւ այսօր Միացյալ Նահանգների մեջը փյուրավոր փոխականներ դառնում են կաթողիկե հավատքին եւ բուն բաճարը այն է որ իրենք վերադառնում են եւ գարտում են առաջին տարու այսինքն Հիսուսի մահվանից հետո մինչև 110 թվականը այդ քրությունները որ կան որ աստվածաշունչի մեջ չեն վերջը այդ քրությունները որ մինչև 150 թվականը որ առաքյալների աշակերտներն են այդ 12 առաքյալների աշակերտներն են որ շարունակեցին եւ այսօր որքան ավելի գարտում եմ աստվածաշունչը տեսնում եմ որ հոնդերը հակին բացատրության կարիքը կա եւ այդ բացատրությունը ով է որ ավելի բացատրե 1500 տարի հետո կամ 1800-1900 տարի հետո մարդիկ պիտի գարտան եւ ասեն որ մենք հիմա հասկանում ենք ոչ ամենակարևոր այդ սկիզբն է այդ մարդիկ որ իրապես տեսան ապրեցին լսեցին առաքյալներին եւ տեսնում ենք որ 110, 120, 130 թվականին այսինքն Հիսուսի մահվանից 70-80 տարի հետո ինչպես ունենք քանիներ որ խոսում են եպիսկոպոսների մասին եւ սովորեցնում են որ առանց եպիսկոպոսի եկեղեցի չկա եպիսկոպոսն է որ շարունակում է եկեղեցին հնարավոր բան է որ Հիսուս եկեղեցին սկսել եւ ասել որ 30-40 տարի առաքյալները ծեր հետ կլինեն անգե վերջը ծեր գլխի ճարանայեք այդպես չսավ Հիսուս սա որ ես պիտի ուղարկեմ մխիթարիչը որ ցես պիտի իշեցնե եւ սրվեցնե այդ ամենը որովհետեւ հիմա դուք չեք կարող հասկանալ այդ ամենը որովհետեւ չեք կարող հասկանալ ես պիտի ուղարկեմ եւ ինքը կամաց եւ այդ կամացը տարերի ընթացքում հավասիկ նաեւ մայիս 15-ին Ռոմի բաբը այդ իր շրջաբերական նամակը որ գրեց որ
իրապես չափազանց կարևոր մի բան է։ Եվ շատ հետաքրքրական է, որ այդ նամակը, որ ինքը գրեց, շրջապետականը, մայիս 15, մեզ հիշեցնում է ուրիշ մի նամակ, որ սա, որ Լևոն 14-րդը հրադարակեց, նույն թվականին, այսինքն 15 մայիսին 1891-ին Լևոն 13-րդը եւ դարձած ինքը հատուկ 14-րդ անունը արավ այս գեդի համար։ Լևոն 13-րդը մեզ դվեց իրապես հիանալի մի շրջապետական նամակ, որ անոր մասին եթե 4 ժամ խոսիմ բավարար չէ, բայց ոչինչ պիտի չասեմ, միայն պիտի ասեմ, որ չափազանց կարևոր էր ոչ թե միայն աստվածաբանական կետնի վրա, այլ նաև մարդուս կյանքին համար։ Եվ հիմա նույնը, այս ինչ որ Լևոն 14-րդը մեզի տվեց, նորեն նույնն է։ Մարդկության համար չափազանց կարևոր մի բան է, որ հիմա երկու շաբաթի իվեր մենք աշխատում ենք թարգմանությանը, միան 1/3-ը կարողացանք թարգմանել, հույսով եմ, որ երկու շաբաթեն մեծամասնությունը թարգմանած կլինենք։ Եվ որ վերջացնենք թարգմանությունը, անշուշտ մեր գայքի վրա գտնենք։ Բայց գայքի վրա տնելով բավարար չէ, պետք է նաև, ինչ որ հիմա ես նաև աշխատում եմ անել, այն է, որ տեսնեմ այսօր մարդիկ, որ իրապես ուսումնասիրում են այդ ամենը եւ աշխատում են ավելի բարձ ձևով բացատրել կարևոր կետերը, եւ հիմա ասում եմ, որ 13 չափազանց կարևոր կետեր կան այնտեղ, տեսնենք թե որոնք են այդ կետերը եւ ինչպես մեզանից յուրաքանչյուրի կյանքի վրա պիտի աստե այդ ամենը։ Ինչևից վերադառնամ եւ խոսեմ Սուրբ Հոգու մասին։ Սուրբ Հոգին ասեցի ողկականները ավելի բան գնեն, որ հին ժամանակ եղավ, վերջացավ, բայց նաև ունենք այդ պենտեկոստալի հետևողները, որ իրենց համար ամենակարևորը հոգեկալուստի ամենակարևորը, որ մարդիկ լեզուներով խոսին։ Լեզուներով խոսիլը ամբողջովին սխալ ձևով հասկացվում է, որովհետև լեզուները, որ այս ամեն մարդիկ խոսում են, ամբողջովին տարբեր է, ինչ որ կարդում ենք Գործկարաքելոցի սկիզբը մանավանդ։ Գործկարաքելոցի սկիզբը հոգեկալուստի օրը մարդիկ, որ լսում էին առաքյալներին, հասկանում էին, ինչ որ առաքյալները ասում էին տարբեր լեզուներով, բայց երբ որ շարունակում ենք կարդալ Գործկարաքելոցը եւ Սուրբ Պողոս խոսում է լեզուների մասին, հանդեղը լեզուները այլևս ամբողջովին տարբեր բան եղած է։ Եվ Սուրբ Պողոս ասում է, որ ինքն էլ խոսում է լեզու, բայց այդ լեզուներով խոսվելը, որ եւ այդ ժամանակ եւ հիմա, եւ ես ներկա եղած եմ այդ լեզուներով խոսողների հանդիպումներին, ես ներկա եղած եմ։ Իրենք ցայներ կհանեն, բայց իրենց խոսքերը իմաստ չունի։ Եվ Սուրբ Պողոսը այդ մասին խոսում է եւ ասում է, որ տեսեք,
Եթե հավաքված եք եւ ներկա մեկ երկու հոգի, որ ասանք լեզուներով խոսում է, թող չխոսի, եթե ոնդե ուրիշ մեկը չկա, որ գրնա ցեզի բացատրել, թե ինքը ինչ ասեց։ Որտեղ իր սածը յողները չեն հասկանալ։ Եվ ասում է, եթե օտար մեկ կա, եւ դեսնե որ դուք ասելով խոսում եք, պիտի քայտակղի։ Եվ կայտաղություն վատ իմաստով, ոչ թե որովհետև ձեր հայրենի մեջ կայտաղությունը կարող է լավ կայտաղություն լինի, բայց ոչ Սուրբ Պողոսին ասածը պիտի կայտաղվի, որ ասենք խելակարեն ինչ են այս աղմուկները գանեն։ Վարդապետ, Այո, եթե դրանց ղեկավարները կարող են խաբել, հասարակ ժողովուրդը, որ մտած է նրանց մեջը, հաստատ չեն խաբում։ Իսկ ինչն է, ինչից է որ այդ ձևի բաները կատարվում իրենց հետ, ուշաթափվում են, այդ բարբաջանքներ են անում, ինչի ազդեցությամբ է այդ ամեն ինչը կատարվում։ ես հոգեբանական բացատրություն կա այդ ամենը։ Այդ ամենի համար հոգեբանական բացատրություններ կան, երբ որ գտնվում ես, եւ ինչ որ ես ապրել եմ եւ տեսել եմ, թե ինչ պատահում, իրենք իրապես շատ բանն ինչ բար գործած եմ։ Հոգեբանական տարբեր մի վիճակի մեջ են։ Հիմա սա Այսինքն պատահում է։ ստացվում է, որ Պողոս Առաքյալի ժամանակ նույնպես այդ հոգեբանական բաները եղել են։ Այո, 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 լինում է։ Տեսեք, նաև ասեմ, որ այդ ամենը, որ լինում է, ես ինչպես նաև երբ որ Սուրբ Պողոսը գարտացի եւ նաև որոշ վարդապետներ, որոնց գիտությունը եւ իրենց կյանքը շատ վրաս ազդել են եւ շատ լավ են իրենք, լավ անցիկ են եւ երբ որ իրենք ընդունում են այդ ամենը, ես եւս ընդունում եմ, բայց չի նշանակել, որ իմ գրոնքիս համար դա ամենակարևորը պիտի լինի։ Իմ ստացած այն է, որ եթե կան անցիկ, որոնց համար սա օգնում է եւ նաև ուրիշ կարևոր մի կետ, որ որոշ անցիկ, ովքեր մասնակցում են հոն, իրենց օգնում է, որպես իրենք ավելի լավ կարողանան աղոթել, բայց հասցնում է մի աստիճանի, բայց անգե անտին չի կարող դանել։ Զգացականը կարևոր է մեր աղոթքին մեջը, բայց զգացականը մինչև որոշ մի դեղ կտանի։ Եվ երբ որ կփախտades այդ զգացականը եւ կփախտades Մայր Տերեզան, որ 40 տարի 40 տարի աղոթում է, հավատում է եւ իր մեջ ոչ մեկ զգացում չկա։ Իր մեջի զգացումը այն է, որ Աստված գոյություն չունի։ Նույնը տեսնում ենք 2-3 տարի Լիզիոյի Սրբույթ Տերեզան եւս որ քրում է եւ ասում է, որ իր մեջ մի ցայն կա, որ ասում է, որ այս ամենը դադարություն է, մերնել այդ վերջի բամը չկա, դադարության է, որ պիտի երթաս։ Եվ այդ 2 տարիների ընթացքում Սրբույթ Տերեզան քանի բանաստեղծություն գրեց հավատքի մասին։ Իր հավատքը հիմնված էր գիտության վրա, ոչ թե զգացումի վրա։ Այս պենտեկոստելները ամեն զգացական է միայն։ Խորք չկա։ Եթե խորք կա, շատ լավ, բայց ընդհանրապես խորք չկա։ Բայց եկեղեցին մեջը
մենք անոր պետք ունենք եւ ասված տողոքնե բոլորին եւ բոլորս ալ կարողանանք ավելի եւ ավելի լավ ապրել մեր քրիստոնյա հավատը սա է ամենակեղեցիկը եւ մենք իսկապես նվիրվենք Աստծուն եւ վստահենք իրեն Offices վստահում եմ քեզ սա է ամենակարևորը որ ամեն ինչ ես կարող եմ իրեն թողնել ուրեմն վերադառնամ հոգեկալուստին հոգեկալուստը մի բան է որ Սուրբ Հոգին եկավ աշակերտների վրա բայց նաև եկավ մեզանից յուրաքանչյուրի վրա մեզանից յուրաքանչյուրի մեջը մեր մգրտությամբ եւ տրոշմով եւ այդ նվերները որ Սուրբ Հոգին դվեց առաքյալներին շարունակում են նույն նվերները ավելիով դալ եկեղեցուն որովհետեւ եկեղեցու մեջ մենք ունենանք ամեն տեսակ անձիկ ովքեր պիտի շարունակեն եւ պիտի կարողանան շարունակել այդ եկեղեցին կառավարել բարը սխալ դիտելա պիտի շարունակեն որ եկեղեցին գառուցվի որպես Հիսուսի մարմինը մենք բոլորս անդամներ այդ մարմնին Ոյևէ խումբի մեջ որ լինենք պիտի տեսնենք որ հոնդեղ այդ խումբի մեջը կան անցիկ որ Սուրբ Հոգին տարբեր շնորհներ դված է եւ շարունակում է դա եւ այսօր նաեւ տեսնում ենք մի բան որ փոխականները չեն ուզեր ընդունել բայց այսօր ամեն օր փյուրավոր հրաշքներ տեղի են ունենում մեկ մասը բարձ փոքր հրաշքներ բայց մեկ մասը մեծ հրաշքներ մեծ հրաշքներ տեղի են ունենում Սուրբ Հոգու միջոցով հոն ունենք եւ մայրապետներ եւ վարդապետներ եւ աշխարհական ովքեր կարողանում են իսկապես այդ Սուրբ Հոգու նվերները դալ մարդկանց առողջացնել օգնել ամեն տեսակ մարդկանց ուրեմն կարևորը տուն եւ ես մենք ստացել ենք Սուրբ Հոգին մեր մգրտությամբ եւ տրոշմով եւ մենք աշխատում ենք մեր առօրյա կյանքով մենք աշխատում ենք ինչի համար աշխատում ենք կառուցելու Քրիստոսի մարմինը սա է որ ուզեի խոսել Սուրբ Հոգու քրիստյան մասին Պենտեկոստեի մասին շարունակելուց առաջ հիմա պետք է շարունակեմ խոսալ Սուրբ Յորթյան մասին բայց հոն գնալուց առաջ եթե հարցումներ ունեք խնդրեմ Այո, Հայր Անտոն, իմ մոտ այսպես հարց առաջ եկավ, չէ՞ որ ասում էր վերջին օրերին, չեմ հիշում որտեղ էր գրած, երևի հայտնության գրքում թե որտեղ Սուրբ Հոգին պետք է առատապես բաժանվի ժողովրդին, այսինքն մեր ինչու դա այդպես է գրված, եթե մենք մկրտության ժամանակ ենք ստանում Սուրբ Հոգին նշանը ոնց դա հասկանանք Սուրբ Հոգու քալը բարձ հասկանալը իսկ վերջին օրերին որ գսենք այդ վերջին օրերը երբ են ասկի արդյոք 10,000 տարի առաջ 10,000 տարի հետո 100,000 տարի հետո 1 միլիոն տարի հետո չենք գիտեր եւ գնալ որ մենք շապատեն չեմ գիտեր մենք չենք գիտեր
թե երբ պիտի լինի աշխարհի վերջը, վերջին օրերը երբ են չենք գիտեր, միայն գիտենք, որ Աստված ունի ծրագիր, եւ այդ ծրագիրը միայն ինքը գիտի, մենք չենք գիտեր, մենք ապրում ենք մեր առօրյա կյանքը եւ Սուրբ Հոգին ամեն ժամանակ մեզ դալիս է այդպիսի ղեկավարներ եկեղեցու մեջը, այդպիսի հնարավորություններ, որ երբ որ ետ կդառնաս եւ գնայիս, երկու բան կզարմանաս։ Կզարմանաս մեկ կողմեն, որ այդ մարդիկ իրենք չհասկացան եւ շատ սխալներ գործեցին, բայց Աստված այդ ամեն սխալներից միշտ լավ բան մեջտեղ բերավ։ Այսօր նույնիսկ երբ որ կխոսենք Մարտին Լութերի մասին եւ մնացած բոլորի մասին եւ այսօր եկեղեցու մեջ այդ ամբողջ անհասկացությունները, բաները որ կան, երբ որ այդ ամենուն մասին կմտածենք, մենք մարդկային ագնոցով նայում ենք, բայց այդ ամենուն մեջը Աստված աշխատում է, Աստված եւ Սուրբ Հոգին իր գործը անում է։ Ուրեմն մի քահանայի հետ վիճաբանություն ունեցա, որ ինքը հակառակ էր, որ այս աղանդավորները Հայաստանի մեջ քարոզեն եւ պետք է մենք անոնց դեմ Այրանտոն ձեր ձայնը չի լսվում։ ինչպես անջատվեց չհասկացա։ Ես բամը չի Ես տվա։ միամիտ անջատեցի, Հայրանտոն մյուսին անջատելու։ Լավ, գվադայի։ Ուրեմն, այս քահանան ասում էր, որ ինքը հակառակ է այդ բաներին, աղանդավորներին։ Բայց ես կերտամ Սուրբ Պողոսին, Սուրբ Պողոս կսե, որ նույնիսկ եթե սխալ ձևով խոսում են, բայց Հիսուսի մասին խոսում են։ Եվ Սուրբ Հոգին այդ ամենը ինքը կաշխատի, որովհետև մենք չունենք, եթե 3-4 հազար վարդապետ ունենայինք Հայաստանի մեջը, 3-4 հազար քահանա ունենայինք Հայաստանի մեջը եւ 15-20 հազար գրոն ուսուցներ ունենայինք, լավ, բայց հիմա չունենք։ Այնպես որ ովևէ մեկը ինչ որ լսում է Հիսուսի մասին, Սուրբ Հոգուն կտանենք, որ ինքը կամաց փոխե։ Եվ այսօր, ինչպես ասում էի մի քիչ առաջ, որ Միացյալ Նահանգների մեջը հայրուրավոր բադվելիներ թողնում են իրենց եկեղեցին եւ միանում են կաթողիկ եկեղեցին։ Եվ սա ամենադժվար բաներն մեկն է, որովհետեւ այդ բադվելին լավ ռոժիկ ստանում է եւ երբ որ կաթողիկը դառնում է, այլևս կորզալ չունի։ Չի գնար վարտաբեցերն ատրվի արևմուտքի մեջը։ Եթե Հայաստանը լային, բոլորին անգծարնետրային, որովհետև մենք կընդունենք ամսասածները, բայց արևմուտքի մեջ չեն ընդունիր, շատ հատուկ բարականեր կան, որ մի քանի հոգու թողնում են, որ կաթողիկ լինելուց հետո, որպես ամսնացած, ցերնատրվեն կահանա։ Ինչևից։ Ուրեմն, հավասիկ այս անցիկ ովքեր սխալ ճանապարհով սկսան եւ տեսնում եմ եւ գարտում եմ իրենց մասին, որ շատեր սկսում են տարբեր շատ հերուներ երտալով վերջի կամաց գալիս են դեպի ավելի ընդունված
փոքրական եկեղեցիներ միջև որ հասնում են կաթողիկ եկեղեցուն։ Եվ նաև ուրիշ մի բան կա, որ վերջին 5-8 տարիներին ավելի սուր է, այն է որ ահագին կան ովքեր նախընտրում են երթալ եւ հույն բան ուղղապար եկեղեցու անդամ լինել քանտե կաթողիկ է, նաև պատճառներն մեկը այն է որ հոն իրենք կարող են շարունակել որպես եւ ցերնադրվում են քահանա։ Մենք չենք ցերնադրել, կաթողիկ եկեղեցին չի ցերնադրել են, բայց մուսները ցերնադրում են եւ անոր համար շատերը հոն կերտան։ Բայց անշուշտ ամբողջովին դարբեր բան է փոխական լինել, լութերանական լինել, եւ ուր է, երբ որ կաթողիկ է կամ բան ուղղապար է։ Մեր մոդնա մարդիկ եթե ավելի եւ ավելի սովորեն հասկանան Հիսուսի մասին, պիտի սկսին փնտրել։ Եվ երբ որ կփնտրեն, նաև լավ կլինի որ մենք կարողանանք եւ ճիշտ ասելու մասին մտածում եմ, բայց այլևս ես իմ կյանքիս վերջին հասել եմ, որքան կցանկանայի որ կարողանայի այդ մեր առաջին հայրերի կրությունները մինչև 200-250 թվական եկեղեցու հայրերի կրությունները, կարևորները թարգմանել հայերենի։ Միան մեկ գիրք կարողացա թարգմանել ամբողջ մի 18 բան քարոզ բանի մասին, մգրտության մասին, որ չափազանց գեղեցիկ բան է, կրություն է։ Ինչևէ։ Ուրեմն, ուրիշ հարց ունեք, եթե ոչ շարունակեմ խոսել Սուրբ Յորթյան մասին։ Հայր Անտոն, Այո, նախանցած Իրաքի իմ մոտ չստացվեց գնալ Սոչի մեր կաթողիկե պատարագին գնացի առաքելական եկեղեցին։ Հետո հաջորդ կիրակի որ գնացի Խոստովանանքի հայր Հովսեփ ասում է ինչու չես ասի որ անցած կիրակի պատարագի չես մասնակցել, այսինքն որպես կիրակի մեղք է։ Ասեցի որ գնացել եմ հայր առաքելական եկեղեցի։ Նեղացավ, դուրը չեկավ, ասեցի համել հաղորդվել եմ, ավելի նեղացավ ու մի վարդարան ապաշխարանք տվեց։ Շատ եմ մեծ մեղքեր հայր Անտոնիս, շատ չիմ ընդունի, որ ինքը այդ ձևի ասեց ինձ։ Տեսեք, հիմա երբ որ դուք հանդիգա ինձ կպատմեք, եթե պատասխանեմ, պիտի նեղացնեմ, չի պատասխանեմ, նեղացնեմ, ինչ որ պատասխանեմ, պիտի նեղացնեմ։ Հարմար է որ ես խոսիմ, հարմար է որ ես խոսիմ հիմա։ Լավ, նիկ պատասխանի ոչինչ։ Բայց եթե որ ուզենամ, ոչ թե ուզենամ, այսինքն հարմար եղավ, ժամը, այստեղ ժամը 11-ին է հայկականը, առաքելական, այսինքն մեր մոտ 3-ին, մինչև Ադլերից հասնամ 3, մինչև վերադառնամ, նո գործեր ունեի չստացվեց, դրա համար գնացի առաքելականը։ Ինձ թվում է դա մեղք չի։ Միան ցեզի ասեմ, որ քույրարուսյակը եւ քույրերը հաճախ եւ որ պետք եղած է կացել են առաքելական եկեղեցի եւ հաղորդություն ստացել են։ Ավելին չխոսիմ։ Շնորհակալություն։
դադիգաս թուրքերեն ասացված մոներ որ իրը չէ միան սեվր քինիեն դարձած կացախը սա շատ ավելի ուժեղ է չեմ գիտեր եթե հասկանաք կարելի ցեզի օգնե որ հասկանաք որ կարծեմ գիտեք դերովսեպը հարակերական էր ինքը եւ կաթողիկ դարձավ լավ ուրեմն անցնիմ ես հիմա Սուրբ Երուսության շատ բարի ուրեմն երբ որ խոսենք Սուրբ Երուսության մասին ես սկիզբը պետք է ամբողջովին դարբեր ձևով սկսեի եւ ասեի որ ծեր գարձիկով մեր եկեղեցու ամենամեծ խորհուրդը որն է ամենամեծ եւ ամենակարևոր խորհուրդը որն է Հաղորդություն Մկրտությունը ուրիշ Ապաշխար Դե երևի կարելի է ձեր խոսքից արդեն հանանել, որ Սուրբ Երրորդությունն է։ այո բայց եթե այդ ձևով չսկսեի չեմ գազեր որ տունալ Սուրբ Երրորդություն բիտեսեիր ուրիշ բան բիտեսեիր Այո, հաստատ։ ուրեմն կենտրոնական եւ ամենակարևոր խորհուրդը մեր ոչ հավատքին Սուրբ Երրորդությունն է անգե կարևորը չի գա եւ երբ որ խոսենք Սուրբ Երրորդության մասին մենք տարբեր պատկերներ կուզենք ներկայացնել եւ տարբեր բացատրություններ բայց Սուրբ Երրորդությունը իրականության մեջ է ամենալավ հասկանալը աղոթքի միջոցով է մինչև այսօր ամենի ավելի խորը բացատրություն տվողը եւ սա ոչ թե ես հայրանդոն եմ որ ասում եմ այլ եկեղեցին է որ ընդունում է մի Սրբույի Տերեզայի որ 3-4 Սրբույի Տերեզաներ որ գիտեք անոնք չեն այս Սրբույի Տերեզան Սուրբ Երրորդյան Սրբույի Տերեզայի իր անունը եւ ինքն է որ իր մարզությամբ իր աղոթքով իր հadouk հարաբերությամբ Սուրբ Երրորդյան 3 անձերի հետ ամենը ավելի կարողացել է տապանցել բայց նաեւ որքան որ տապանցես դեռ ոչինչ է որը խորհուրդ է խորն է ավելի եւ ավելի խորն է ամբողջ հավիտյանության մեջ մենք չպիտի հասնենք հադակը ուրեմն մենք ունենք բնություն մենք ունենք անձ երբ որ խոսենք բնության մասին բնությունը ինչ հարցումի պատասխանն է այսինքն ես ինչ եմ ես մարդկության պատկանող իմ բնությունս մարդկությունն է եւ ամեն ինչ որ բնություն ունի այդ բնությունն է ինչի պատասխանը բայց երբ որ ով հարցումը գտամ ես ով եմ ես մի անձ եմ այս անձը ճանաչված է որպես հայրանդոն ուրեմն
բնությունը դարբեր է, դարբեր հարցումի պատասխան է, անձը դարբեր։ Աստծո մեջը մեկ բնություն է, բայց երեք անձ։ Եվ դարբերությունը Սուրբ Յորդան եւ ուրիշ ովևէ բանվիչ այն է, որ այդ Սուրբ Յորդությունը, այդ բնությունը որոնին, բնությունը մեկ է եւ այդ բնությունը անձայրածիր է։ Եվ այդ բնությունը չափազանց կարևոր գետ է որ կա, որ այսինքն ինչպես որ Սուրբոս ասում է, որ մարդս աշխարհ ուսումնասիրելով գրնա կալ այդ հասկացողության, որ Աստված գոյություն ունի, բայց մեր մտածելակերպով, մեր գիտությունով չենք կրնար հասկանալ, որ Սուրբ Յորդություն գոյություն ունի։ Մենք հասկանանք, որ Աստված գոյություն ունի, բայց ոչ Սուրբ Յորդություն։ Բայց մեկ անգամ որ Սուրբ Յորդությունը բացատրվում է, այդ ժամանակ կսես, որ անհնարին է, որ Սուրբ Յորդություն չլինի։ Եվ ինչու այդպես ենք ասում, Հովհաննես առաքյալը մեզ ասում է, Աստված սեր է։ Չի ասում, որ Աստված սիրում է։ Այո, Աստված կսիրե, բայց ինքը իր էությունը ինչ է, սեր է։ Եվ երբ որ կմտածեմ սիրո մասին, սեր չի գա առանց դալու։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդին, որպեսզի ով որ հավատա չի գործի։ Չափազանց կարևոր նախատեսություն է Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխի մեջ է 16-րդ նախատեսություն։ Բայց երբ որ մրցությունը գոյություն չուներ, երբ որ դիեզերքը գոյություն չուներ, Աստված ում դալիս էր իր սերը։ Քանի որ սերը եւ սերը գոյություն չունի առանց տալու։ Եթե դվողը նաեւ պետք է լինի ստացողը։ Ուրեմն Եկեղեցին մեզ սովորեցնում է այդ դվողը Հայր Աստվածն է, ստացողը որդին է, որդի Աստվածն է, եւ այդ դալու եւ ստանալու հարաբերությունը Սուրբ Հոգին է։ Եթե կարծեք, որ հասկացաք, կնշանակի, որ սխալ բան հասկացաք։ Այս ուղղությամբ է, որ պիտի աշխատենք։ Այս ուղղությամբ է, որ պիտի մտածենք։ Հայր Աստված սիրում է իր ամբողջ սերը, որ որդին է տալիս է։ Ուրեմն ուրիշ ծևով, որ նայենք այս ամենին, այն է, որ այսօր երբ որ մեզ մի որևէ մեկը որևէ մինուտ առնե եւ ուսումնասիրե եւ շատ խորը ուսումնասիրե, որքան խորը ուսումնասիրես, այնքան ավելի բարձ լինում է մտքիդ մեջը, քո մեջը բարձ է անիգա, բայց երբ որ կաս բացատրելու ուրիշին այդ բարձ կաղապարը, որ ունիս, չափազանց դժվար է։ Չափազանց դժվար է։ Անցիկ ովքեր շատ բարձ տեսլական ունեն, երբ որ կփորձեն բացատրել, հադորներ պիտի կրեն։ Մի բանի մասին։ Երբ կարնենք Թոմաս Ակվինացին, որ կրնակցել մեր ամբողջ պատմության ամենամեծ աստվածաբանն է, այդ ամեն իր ուղեղին մեջը չափազանց բարձ էր,
Բայց մարդիկ իրենց ամբողջ կյանքը տնում են հիմա ուսումնասիրելու ոչ թե իր ամբողջ գրություն, այլ մեկ մասը, որտեղ այնքան խորն է։ Բայց որովհետև մարդկային է, Թոմաս Ակվինացու գիտելիքները եւ իր գիտությունը փունը հիմնված է աղոթքի վրա, որքան ժամանակ անցուցած է ինքը սուրբավորության առջև այս ամենին մասին մտածելով, գրելով եւ վերջավորության ինքը սուրբավորության իրապես հadouk առաքյալն է։ Իր քրությունները սուրբավորության մասին չափազանց գեղեցիկ է։ Եվ այդ ամենը երբ որ կյանքի վերջավորության էր, երբ որ ավելի բարձ դառնում է այդ ամենը իր մտքի մեջը, ինքը նույնիսկ փորձվում է իր բոլոր քրությունը այրել, որովհետև չի համապատասխանում այդ իրականությանը ամբողջությամբ։ Երևակայեցեք։ Տարիներ աշխատելուց հետո այդ ամենը գուզեր այրել, գուզեր վարել։ Բարք Աստծո, որ այդպես չա։ Ուրեմն այսօր մենք երբ որ մի կապար ունենք, մի բանի մասին գիտություններ ունենք, որքան այդ մեզի համար հարազատ է, մենք ավելի կսիրենք։ Ուրեմն, երբ որ մտածենք Աստծո մասին, Հայր Աստված, որ իր բոլոր գիտելիքները, բոլոր գիտելիքները չափազանց բարձ մի բան է, եւ այդ չափազանց բարձը որդին է, եւ ինքը սիրում է որդուն։ Ինչպես որ մենք սիրում ենք մեր գաղափարները, Հայր Աստված սիրում է իր գաղափարը, մեկ հատիկ գաղափարը։ Իրապես սիրում է եւ իր ամեն գիտելիքը այդ ամենը ինքը տալիս է, սերը սա է տալիս է։ Եվ որդին այդ ամենը ստանում է, բայց որովհետև որդին եւս սիրում է իր սերը, ինչպես ցույց կտա, ինքն էլ տալիս է։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդին, որպեսզի ով որ հավատա չի կորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Հիսուս այնքան սիրեց մեզ, որ տվեց իր կյանքը։ Առանց դալու սեր չկա։ Կրնաս տալ առանց սիրելու, բայց չես կրնար սիրել առանց տալու։ Ուրիշ ձևով Սուրբ Պողոս սրա մասին խոսում է եւ ասում է, որ եթե ես մարմինս 1000 կդոր անեմ եւ ամեն ունեցածս բաժնեմ, եթե սեր չկա, դատարկություն է։ Կրնամ դալ, ամեն ինչ կտամ, բայց եթե սեր չկա, դատարկություն է։ Բայց եթե սեր կա, չեմ կրնար սիրել առանց տալու։ Հարցում ունիք։ Այո, ես մի հարց ունեմ, Հայր Անտոն, եթե կարելի է։ Միշտ կարելի է։ Պատասխանը կամ կստանաս, կամ չես ստանալ։ Հենց ասեցիք, որ եթե նույնիսկ այն ժամանակ, երբ տիեզերքն անգամ գոյություն չուներ, Աստված իր սերը տալիս էր իր որդուն, չէ՞։ Այո։
Այսինքն այդ ժամանակ գոյություն ուներ Հիսուս Քրիստոս, թե չէ, երբ նույնիսկ տիեզերքը գոյություն չուներ, չգիտեմ ճիշտ կարողացա ձևակերպել հարցս թե չէ, բայց այդ հարցը առաջացավ ու շատ հետաքրքրեց։ Okay. Հիսուս Քրիստոս, Հիսուս մարմնով, որ մեզի պես մարմին ունեցավ, սա դեղի ունեցավ 2000 տարի առաջ։ Անգե առաջ Քրիստոս մարմին չուներ։ Անգե առաջ Քրիստոս գոյություն ուներ, Հիսուս գոյություն ուներ։ Եվ Սուրբ Հովհաննես Ավետարանիչը իրեն Ավետարանի առաջին նախատեսության մեջ դրա մասին է խոսում։ Իսկ սկզբանե էր բանը։ Բան բառը ոչ թե որպես միաբրանք, այլ բան որպես լոգոս, գիտություն, որպես խոսք, որովհետև եբրայերենով Հովհաննեսը, եթե գրելու լիներ եբրայերեն, պիտի դներ դաբար, բառը որ խոսք է։ Բայց քանի որ ինքը հունարեն գրեց լոգոս։ Եվ մենք որ թարգմանեցինք, թարգմանում ենք բան։ Okay. Իսկ իսպաներ էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ Աստված, եւ բանը Աստված էր։ Սա է առաջին նախատեսությունը։ Ուրեմն ինքը միշտ գոյություն ունեցած է, եւ այդ նախատեսության իմաստը, որևէ քիրկը որ գարնես, որ գուզե բացատրել այդ նախատեսությունը, ուրիշով չեն բացատրել, բացի այս ինչ որ ասեցի հիմա։ Սա է։ Ինչ որ 325 թվականին ժողովի ժամանակ եկեցին որոշեց եւ մեզ տվեց հանկանակ հավատո եւ անոր մեջն է որ այս ամենը շատ բարձ ձևով եւ շատ խորը շիդակ ձևով մեզ դրվում է սա է որ Աստված Աստծո լույսի լույսը Աստված ճշմարիտ Աստված ճշմարիտ է ծնունդ եւ ոչ արարած Բարերը որ ասում ենք մենք մեր մտքին զայրեն չանցնիր որ կան եպիսկոպոսները վիճապանեցին բայց ոչ միայն վիճապանեցին այլ նաև գրիվալ եղավ ֆրունցկով զարնել եղավ իրարու մինչև որ եկան եւ այդ ինչ որ 325 թվականին մեզի դվին մինչև այսօր ամեն անգամ որ պատրաստ կմատուցենք կրկնենք նույն խոսքերը Հայր Անտոն, այսինքն ես ճիշտ հասկացա։ Թավետ ջան, այսինքն Հակներեք ես միջամտեմ մի րոպե։ Այսինքն այսպես ավելի հասկանալի կլինի, եթե ասենք этот Հիսուս Քրիստոսի ծնունդից առաջ Հիսուս Քրիստոսը գոյություն չուներ, գոյություն ուներ երրորդ անձը, որ էր Հիսուս Քրիստոսը։ Որտեղ Հիսուս երկրորդ, իհարկե երկրորդ, Ես երրորդ լսեցի։ Այսինքն հա սխալվեցի Վարդապետ ջան։ Ոչինչ։ Որովհետև Հիսուս Քրիստոսը մարդացյալ բանն է, երկրորդ անձն է։ Այո։ Գոյություն չուներ, գոյություն ուներ։ Իրոք Խորանը բռնելի։ Երրորդության գոյություն ուներ որպես Սուրբ Երրորդյան երկրորդ անձ, որպես Աստծո Աստծո գիտությունը, Աստծո որդին միացած նույն բնությամբ եւ որովհետեւ հավիտենական է սկիզբ չունի հայրն ալ սկիզբ ունի որդին ալ սկիզբ չունի մենք չենք կարող մտածել հայր եւ որդի որ մեկը մյուսին առաջ չլինի երբ որ կմտածես հայր եւ որդի միշտ կմտածես որ մեկը առաջ է մեկը հետո բայց Սուրբ Երրորդության մեջ այդպես չէ ժամանակեն դուրս է այս ամենը
Այսինքն կարելի է ասել, որ սկզբից Հիսուս Քրիստոս գոյություն ուներ հոգով, իսկ հետո արդեն մարմնով։ Հոնալ ես ուշադրություն բիդնեմ, որովհետև Հիսուսի մեջը գար երկու գիտություն, երկու կամք եւ նաեւ հոգին գար այդ մարմնի հոգին, որ դարբեր է աստվածային հոգին, այդ մարմնի հոգին մարդկային բնությունն է, չեր գրնար մարդկային բնություն ունենալ, եթե մարդկային հոգի չունենար։ Հիսուսի մեջ կա, կտեսնեք, որքան դժվար է, որքան մանրակրկիտ պետք է մտածվի այս ամենի մասին, Այո, մի քիչ բարդ է հասկանալի, բայց էլի մի քիչ հնարավոր է յուրացնել։ Ավելի եւ ավելի պիտի աշխատենք մեր ամբողջ կյանքը մի քիչ ավելի լավ հասկանալ, միշտ գիտենալով, որ մենք ոմը չենք հասկանալ։ Եվ մի հարց կարելի։ Այո, Չեք բարկանա, չէ՞։ դες հարցերից ես չեմ բարգանալ։ Լավ։ Ինձ շատ է հետաքրքրում դավանաբանական տեսակետից ինչ տարբերություն կա կաթոլիկ եւ առաքելական եկեղեցիների մեջ, բացի երկբնույթ եւ միաբնույթ լինելը, բացի Քաղքեդոնի ժողովի որոշումը։ Լավ հարցում է։ Բայց եւ պատասխանալ որքան որ բարձ է, մարդիկ չեն ուզեր ընդունել այդ բարձությունը։ Քաղքեդոնի ժողովը դեղի ունեցավ 451 թվականին։ Այն դարին, որ մենք պատերազմ ունեցանք բարսիկների դեմ, Վարդան Մամիկոնյանի սուրին ետևեն գնալով։ Եվ որովհետև մենք պատերազմի մեջ էինք, մենք ոչ մեկ եպիսկոպոս չկարողացանք ուղարկել այդ ժողովին։ Այդ ժողովին ներկա էին Սուրյո եպիսկոպոսները, եւ Սուրյո եպիսկոպոսները սխալ հասկացողություն ունեին այդ երկու բնության մասին, իրենք խոսում էին մեկ բնության մասին։ Չեմ ուզեր մանրամասն ձեզի բացատրել հիմա մեկ բնությունը իրենք ինչպես հասկանում են եւ նաեւ իրենց այդ սխալ հասկանալը նաեւ աստեց, որ մահմեդականները նույն ձևով մտածեն, որ Հիսուս խաչի վրա չմեռավ, ուրիշ մեկն է, որ մեռավ խաչի վրա։ Եվ մինչև այսօր Սուրյո եկեղեցին չընդուներ, որ Հիսուս երկու բնություն ուներ։ Հոս է պրոբլեմ։ Եվ մեր հայերը ոչ թե երկու բնության թեմ էին, այլ իրենք թեմ էին Քաղքեդոնի ժողովին։ Եվ ասեմ, որ եւ Վասկեն կաթողիկոսը եւ Կարեկին առաջինը Կարեկին այո եւ Կարեկին առաջինը եւ Արամ կաթողիկոսը եւ Կարեկին երկրորդը 4-ն էլ Վատիկան գնացին եւ ինչ որ ստորագրեցին ընդունում էին ինչ որ կաթողիկ եկեղեցին սորվեցնում է։ Բայց նորեն գասեն, որ
մենք կաղկետոնի ժողովը չենք ընդունիր։ Որքան որ կընդունին, այդ վարդապետությունը որ հոն է։ Եվ սա պատմական շատ հետևանքներ ունեցած է։ 8-րդ դարուն Բյուզանդիո եկեղեցին գուզեր Հայաստանի պատրիարքությունը, կաթողիկոսությունը չնչել, մեզ միացնել իրենց եկեղեցուն։ Եվ այդ ժամանակվա մեր կաթողիկոսը գրեց սա ասելով, որ մենք նույն հավատքը չունենք, չենք ընդունիր բանը, կաղկետոնը։ Ուրեմն, հաջորդ անգամ խնդիրը, որ եղավ, Խրիմյան հայրիկի օրով եղավ։ Եվ ցարը ուզեց, որ Հայաստանի Էջմիածին եկեղեցին վերածե եւ միացնե Մոսկվայի եկեղեցին։ Խրիմյան հայրիկը ասեց, որ ոչ, մենք նույն հավատքը չունենք։ Բոլշևիկները, որ եկան, իրենք նույնը պահանջեցին, բայց նոր էր մեր կաթողիկոսի, այսինքն Էջմիածնի կաթողիկոսի մտքին մեջը նոր էր այդ գրիվը, որ եղած էր Խրիմյանի օրով, իրենք ասեցին, որ մենք չունենք, մենք նույն դավանանքը չունենք։ Չեմ գիտեր, որքանով կարող եք հետևել եւ հասկանալ, որ իրականության մեջը բարերի բան է, բայց փունը աստվածաբանական կետնի վրա նույնիսկ եթե երթակ հիմա եւ հարցնեք մի ռակելական սրբազանի ցեզի բարերով կշփոթեցնե եւ կգարցեք, որ կներեք, այսինքն Աստծո պատգամի մեջ մենք բոլորս մարդ ենք, մենք բոլորս քրիստոնյա ենք, քրիստոնյաներ ենք, առաքելական լինենք թե կաթոլիկ։ Աստված մեզ չի զանազանել, չէ՞։ Էլ մարդու զանազանումը ինչ իմաստ ունի։ Ինչու բարկանալ կաթողիկեի կամ առաքելականի վրա, չէ՞ որ բոլորս էլ Աստծո ստեղծագործությունն ենք, բոլորս քրիստոնյա ենք։ Այդպես ասում ես, բայց հիմա նաև դու խոսում ես հայերու մասին։ Բայց երբ որ գնայիս Եվրոպայի մեջ նայիս, երբ որ Եվրոպայի մեջ կտեսնես 40,000-ն ավելի տարբեր եկեղեցիներ կան, որ ամեն մեկը քիչ տարբեր ձևով մեկնաբանում է, խնդիրը չէ։ Հիսուս մեկ եկեղեցի է, որ հիմնեց եւ այսօր եթե որևէ մեծ խնդիր կա եւ Մոսկվայի եկեղեցին եւ Ստամբուլի եկեղեցին եւ առաքելական եկեղեցին, ասենք ամենը աթորի խնդիր է, հավատքի խնդիր չէ։ Դա արդեն հասկանալի է։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Դա արդեն հասկանալի է, որ աթոռի խնդիր է։ Միայն աթոռ է, ուրիշ բան չի կա։ Տեսեք, Կարեկին երկրորդը գնաց Վատիկան այցելության եւ տեսավ այդ սրահը, ուր պիտի հանդիպի Հռոմի բաբին, եւ տեսավ, որ երկու աթոռները որ կան, մեկը մյուսեն տարբեր է։ Հռոմի բաբի աթոռը մի քիչ ավելի բարձր է, քան թե իրա։ Եվ լուր գորգեց, որ ես ասենյակը չեմ մտներ, մինչև որ այդ երկու աթոռները նույնը չի լինեն։ Եթե ինքը
Եկեղեցու գլուխն է, ես իմ եկեղեցուս գլուխն եմ։ Դրա մեջ արդեն անաստվածություն կա։ Ես կարծում եմ դրա մեջ անաստվածություն կա, չէ՞ որ Աստված սեր է, Աստված ասում էր թե ով որ ձեզնից ավելի հնազանդ է, նա ավելի բարձր կլինի։ Տեսեք, հիմա այդ ամենուն մասին նա երկար կրնան խոսիլ, բայց բոլորը արդեն բավականին երկար խոսացի այսօր։ Լավ, ուրեմն ներողություն, կշարունակենք երևի մյուս ժամին։ Այո։ Ադուք հարցում գա, որ հիմա ծեր մտքին Շնորհակալություն Սուրբ Երրորդության։ Սուրբ Երրորդության բացատրության համար շնորհակալություն վարդապետ ջան։ Միտեղ կարդացել եմ, որ ասում են Սուրբ Երրորդությունն ինքնին այդ գաղափարը ապացույց է, որ քրիստոնեությունը մարդու ստեղծածը չէր կարող լինել։ Դա հենց Աստծո տված գաղափարն էր։ Բայց մեկ անգամ որ, ինչպես որ ասեցի, մեկ անգամ որ խոսում ենք Սուրբ Երրորդության մասին, սիրո մասին, կընտրենք, որ անկարելի է, որ Սուրբ Երրորդություն չլա։ Անպայման Սուրբ Երրորդություն պետք է լա, բայց մարդուս առանցին չէր գտնա այդ գիտակցության հասնել։ Շատ բարի։ Հիմա կալ ուրբաթ օրը Եթե առողջությունները կշարունակեմ խոսիլ եւ այս բյութի շուրջ եւ նաեւ կուզեմ խոսիլ Սուրբարության մասին։ Երեք դոնեցինք Սուրբարության դոնը եւ նաեւ Սուրբ Հիսուսի Սուրբ Սերտի մասին պետք է խոսենք։ Այնպես որ գնալով որ գալիք երկու ուրբաթ օրերը այս կետերի շուրջ խոսենք։ Լավ։ Բարի գիշեր ձեր բոլորին։ Բարի գիշեր։ Շնորհակալ ենք։ Եթե բաննապովոյվե բանգացեր մտքին մեջ գրնակ թիդել, որ ասամենը բան եղած է, ցայնակրված է։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։